մոտ շատ վաղ սարեր բարձրանալու եւ խոտաբույսեր հավաքելու առավելությունը ո՞րն է։ Որ հովնի, օդ չնի, հետո էլ շուտ հասնեմ տեղ, որ կարանամ հավաքեմ։ Հալու լավ կա արեցա։ Էսի պիտի շուտ խաղես։ Դրան ժամանակ ունի։ Ինչու որոշեցիք խոտաբույսեր հավաքելով զբաղվել։ Քանի որ այդ ինչ որ հավաքում ես լրիվ օգտակար բաներ են, որպես դեղաբույս, այս բույսը արև քույրիկ է եւ ինքը օգտակար է որպես սրտի համար, որպես թեյ, առողջարար է։ Տեսակի բանջարեղեն է կան, ալագյազը, որ ինքը այսպես սերմ է տալի, ինքը թույն է արտադրում, իրան չի կարելի քաղած։ Արդեն ինքը տապակելու ժամանակ արդեն կարող է թույնավորվեն մարդիկ, պետք է չքաղվի։ Ուղղակի այդ բույսը հիմա չի լինում, գարունն է լինում։ Ծաղկած վիճակով եմ իրան քաղում, որ թույն չարտադրի։ Այսի վայրի անանուխ է, ինքը որպես միատածամոն որ կա է, ծամում եք, էդի դրա հոտը ունի, համը ունի, առամատը դրանն է, ես իրա մկրատով եմ քաղում, ու ինքը այդպիսի տեսք ունի, ինքը արդեն ծաղկում է, կարանք չծաղկած էլ քաղենք, ծաղկած է, ուղղակի չծաղկած է սուր է դրա առամատը, դες տենց, կարանք քաղենք, հեսա տեսիշ սիրուն է, հետո տերևիկները տեսնում ես, դաղթի նման է իրա տերևները, այդենց, անուշ հոտ ունի, արդեն ծաղկում է, դրանք չայ է, դրացնում են, չայ են, Էսի վայրի ծիտրոնա, որ տան պայմանների մել են տնգում, բայց էսի վայրիա սարի մարզա է կոչվում։ Սրա առամատս ավելի սուրը, քան տան մշակածը։ Էսի մարզան քաղում ենք խորովածի, ճաշերի, տոլմայի համար։ Մի խոսքով օգտակարա որպես ճաշացանկի մեջ օգտագործվի սա։ Մկրատով քաղում ենք, որ մյուս տարի էլը աճի։ Մայրամխոտն է, էդի դեղաբույսը, էդ օգտագործում են թորացավի, լիքը հարցեր։ Ինքը մի քիչ դառը հույթ է, սա որ երցնում են դառը հույթ է լինում, շատ չեն կարող մարդիկ խմեն։ Կոֆեի բաժակի չափով բան թուրմեն անխմում են, թորացավը անցնում է։ Կարա լինի սեզոնին մայրամխոտը ժամանակ նոր սկսում է ծաղկելը, հիմա կարում եմ հավաքեմ, չեմ կարա էլի օգոստոսին, սեպտեմբերին հավաքեմ, քանի որ ինքը արդեն սերմ է գցում, չի կարելի իրան հավաքած, նույնն էլ լրի բույսերի մասին է խոսքը, մենակ այս բույսի մասին չի խոսքը, իրան պետք է ժամանակին հավաքես։ Եթե ժամանակը անցնում է, այդ չի կարելի հավաքած իրան։
նոր սկսում է ծաղկելը, չծաղկացնել մայիսի կեսերից հետո։ Եթե մարդիկ կան չծաղկացնեն քաղում, չծաղկացնեն ուզում, արամատը որ սուրը լինի չծաղկացնեն քաղում, ծաղկացնել արդեն ինքը սիրողական էլի, ով ոնց ուզում է, այտենց քաղում է։ Էսի ուրցն է, իր ժամանակը անցել է, մենք չենք կարա իրան քաղեն, քանի որ ինքը ծաղկել, փչվել, իրան ոչ մի կերպ չես կարա օգտագործես։ Այդ իր կանաչ տերևիկներն էլ պետք է իրան սենց քաղես, մենակ իր տերևիկները։ Իսկ այս հատվածը ինքը շատ դառնություն է տալու, թե որպես թե չի ծառայի։ Էսի վայրի սխտորն է, ասեք կամանց քաշում ենք, որ ինքը վերինի, ինչ գլխիկ ունի, ինքը մի քանի գլխիկ ունի իրան, սենց կարաս որպես ճաշի մեջ գցես, թթուի մեջ, տես բնականի նման է, կտես հելը տես փչացած էսի, նա դի լավն է, տես կճեպին, նանց ես տալիս է, հելը հասունացած շիս, էսի փչացած է ուղղակի, սենց, սխտորիկը, սխտորյոտիկը, գլխիկներն եմ կտրում, ինքը քաղցր է, շիրա է իր բաները, ես մկրատով քաղում եմ անպայման, ինքը օգտակար է, որպես թեյ, որպես դեղաբույս, արամատելը համով է, ես քաղում եմ իրան, ես չորացնում եմ, ես պետք է քաղես իրան, ինքը մեկ էլ հովտեղ է իրան չորացնես, որպես ինքը կչվում է, չէ, կծաղկում, ծաղիկը թռնում է, իրան սենց պետք է քաղես, այս վիճակով։ Ուրցի տեսակ է, ուրցի նման է ինքը ծաղկում, բայց իր տերևները սուր է, էլի ինքը, սուր անանուխ է ինքը, ծաղկածը իր համը ուրիշ է, չծաղկածի համն էլ է ուրիշ, տարբերություն կա, իր ծաղիկներն են քաղում ուղղակի, ոչ թե ցողունները, բայց միջև չծաղկել է իրան ցողունով կարաս քաղես, սպես ծաղիկով են քաղում, իրան այսպես, պուջուր, մի պուջուր, թորմ ես անում ու խմում ես, ոնց որ մի հատա ծամոն ծամես, այդ են խմում իրան, դրանից էլ են քաղում, այս փոքրոտը դեղաբույս է, իսկ ես էլ բանը մազերի համար, որ թեփակալում է մազերը, դրա համար են քաղում, որ դրա ջուրը բանը մազերի թեփերի համար է պետք, ինձ հավաքում ենք։ Վերջապես հասանք ջրին, գնում ենք սառը ջուր խմելու։ Լեզու բادرغանը ասում են, այս ծաղիկը որ կա, այդ պետք է չծաղկած քաղես իրան, ինքը սենց պուջուր զող է տալի, ես կտրում ես, ես կարճոտ ու թթու ես դնում, իրան չի կարելի ձեռով քաղած, իրան պետք է ձեռնոցով քաղես, որպեսզի իր ջուրը չվառի ձեռքերը։ Էդի անանուխն է, արվի բերանում քաղում ենք, ծանում ենք տուն, չորացնում ենք, բայց հիմնականը իր տերևներին քաղում իր ցողունը մեզի պետք չի, պետք է
ժամանակ կնի հիմա էստից կհավաքեմ, բայց հիմնականում սենց ենք էլի հավաքում։ Ուտի որպես թեյ, որպես դեղաբույս, էլը օգտակար է էլի մարդկանց։ Փորացավի բանը տենց ցողունը պետք է տախացողունը։ Ուտի հավաքում ենք որպես թեյ։ Անթարանի տարբեր տեսակի գույների կան, որ պիտի չքաղվի, ճիշտ է էսի է էլի դեղաբույսը, սպիտակ կա, գազարագույն կա, հեսա կհանդիպենք քաղենք, կտեսնեք, արդեն վերջես կարա քաղես, քանի որ ինքը ջարդվում է, հեսար ջարդվա, էսի պուշա, որ սենց ենք անում, իրան էսի ուտելու պուշա, այդ կարով էսա ջարդենք, մեջը սենց կլոտ բանը, ուտի նման բանա, այս ուտը ուտում ենք, հարի ջողտ, հարչիկա, ջարդում կայ մեծ կատվերը, ջարդենք, այս բուջուր գուտի նման բանը, այդ գուտը ուտում եք, սի ուտելու գուտը, շատ օգտակար է էլը, չգիտեմ ինչի է օգտակար, բայց ուտում են մարդիկը, շատ համով բան է ինքը, սի ուտելու է արդեն, կարա սիրան ուտես, շատ համով է, նադը կեզ համար կջարդում, Սիրով եք անում աշխատանքը, թե կարիքից դրդված։ Կարելի ասած երկուսը մի տեղ, սիրով, եթե սիրով չի, օրը չեմ գա, բնականաբար, հետո էդ պետք է, որ գալիս ենք, վաճառքի համար էլա պետք, որ կարանանք իրացնենք, արդեն սովոր եմ, ես արդեն սովորել եմ քաղելը, ամեն մեկը չի կարա քաղել, բայց ես կարում եմ, քանի որ դրա մեջ եմ ամեն օր, անդադ սար եմ գնում, չեմ պատկերացնում, եթե մի օր չգնա սար։ Ես համար հաճելի է սարեր գալու։ Իհարկե, մաքուր օդինով չի ուզի գա, հաց ուտել, ջուրը խմել, սարը։ Բայց շատերը չեն կարողանում բարձրանալ։ Հա, համ ֆիզիկապես ես ուժեղանում, համ հոգեպես հանգստություն ես զգում դաշտում, առօրյայից կտրվում ես։ Հետո ստեղ ջուր ենքան մաքուր է, ես տնից ջուր չեմ բերում, շիշը դատարկ բերում եմ, այդ ձորերից լցնում եմ, վերջում էլ լցնում եմ, տանում եմ տուն, նենց սառն է։ Մի անգամ գարունը որ գալիս է, այդ գարնանը ավելի շատ են արվակներ լինում, քան թե հիմա, այս սեզոնին արդեն դե չորանում է, ձները հալում է դրա համար, բայց որ ձորը գնում ենք, բանը ջրի ամեն աղբյուրի մոտ որ ջուր ես խմում, տես քանի ձոր կա, ամեն ձորից է ջուր է գալի, բայց հիմա չի գալի, երկու ձոր է գալի տենց, մի հատ էս տենց է գալի, մի հատ է վերևից ու վсё, այն մնացած են ձորեր որ կա, դրանք ձները հարել է, այդ չի գալի տեղից, բայց գարունը ամեն ձորից խմում ես, ասենք մի քիչ անցար այդ ձոր, այդ ձորից ես խմում, կարիք չկա էլի տնի ջուր բերելը, ստեղի ջուր ավելի մաքուր է։ Էսի սարի ծամոն է, մեր դանակ մոռացել եմ բերեմ, ճիշտ ասած այս սեզոնի դանակի գործ չունենք, դրա համար էլ չեմ բերում, ես ինչ արմատուն ինքը, սա կարան կտրենք, ծամոն անենք, էսի ծավաղում, բայց չեն կտրելուս ես ասեք ուզում հասկանամ։ Ցողուններից չեք կտրում։ Չէ, ցողուններից չէ, դերից կատը տես չի գա, ինքը հողից արտադրվում։ Ավազով տեղաց, դե արևելակը կտրի, հեսա, մենք կարան կտրենք իրան։ Քանի որ մենք ամաներ չունենք, մենք հեսա իրա ծամոնի տերևից պատրաստենք նոդը չկա, դրա մեջ է կտրենք։ Մենք արմատունի տողից ջարեք իրան։
Ինքը հողի տակ է ինքը կաթ արտադրում։ Դա քրքես ինքը բույս է։ Քարերը հանեն։ Ուй, էդի շատ։ Կդրի բայց։ Սենց տնենք, ինքը կաթը կհավաքի, սամոն այսա կձևավորվի, մենք իրան կքաղենք, դես հողոտ ինձ, ոյ հողը թապին վրեն, այսի է կարևորը, իսկ եսի արդեն են չի, ինչ որ ես է, սրա խտությունը, հոգտակարությունը որպես դեղաբույս է, իսկ եսի որպես թե կարակս հոգտագործես, բոյ, բայց ինքը նման է, ինքը չի, իրան զվիրաբոյ չես կար ասես, ինքը կեղծ է, կեղծ զվիրաբոյ են ասում դրա։ Այս փոշը ուտելու փուշ է, ուղղակի ինքը արդեն ծաղկել է, դախացել է, այսքան հատվածն են ուտում, սպիտակ ձողը ինքը կճպում է, ու շատ համով է։ Որ մեղուի ծաղի կա, որ մեղրը սրանք են հանում, այս նրա տերևները խաղում են, տանում են, հասում են, լանդերի բորբոքման, այսի ատամի լցնում ես, թուրմ ես անում ատամների համար, լանդերի Մենք բարձացել էինք, հասել էինք այն վերևի սարը։ Այսպես քայլելով գյուղից բարձրանում է Քրիստինեն Արատես, հետո Արատեսից էլ սարեր, 5-6 կիլոմետր բարձրանում է, 5-6 կիլոմետր իջնում է, մի պարկ դեղաբույս քաղելու համար։
Եվ այսպես ամեն անգամ բարձրացնում է կտոր ու չորացնում իր բերած դեղաբույսերը։ Անում եք իրացնել եւ ովքեր են հիմնականում գնում խոտաբույսերը։ Չեն կարողանում այդպես իրացնել, ուղղակի այս տանջարկը շատ քիչ է։ Այդպես մենակ իմացողներն են էլի գալիս, անհատ մարդիկ են գալիս, ուզում են, առնում են։ Չէ, այս քանակությամբ չեն վաճառում ոչ մի անգամ։ Իրացման ընթացքում ինչ խնդիրներ են առաջանում։ Մենակ իրացումն է էլի խնդիրը։ Գլխավոր խնդիրը էդի է, որ չեն կարող իրացնել ամեն ինչը։ Սիրուն ու բակովկաներ են կանում, արկղի մեջ ինքը սիրուն չորանում է, շատ չեմ լսում, որ ինքը ներքնի։ Տենց հավասար իրան բաց չորանում է։ Հետաքրքիր դեպքը հիշեք խոտաբույսերի հավաքման հետ կապված։ Մի անգամ այդ բանը մեշոկս ենքան էի լցրել, ուզում էի այդ ձորը շուտ անցնեի, մեկի տեսա մեշոկին ձայն շուտ գլորվավ, բերանը բացվավ, այսպես թափվավ։ Թողել էիմ, նասի տեսամ ինչ, ջան մեծ կույտ, մեշոկս ընդեղ չի։ Հետո ենքան սաղ սպիտակ տեղեր կան, հենց ես իմանում մեշոկը տտեղ ես թողում, այդ դրամա կործրել եմ, թե չէի կործնի իրան։ Որտեղ եւ ինչ պայմաններում եք չորացնում այն։ Գրիշս բարձր է, գրիշի տակ, տենց արկղների մեջ, շոր են փռում գարդոնչիկների վրա, կտորների վրա, տենց հատուկ տենց չորացնում ենք, հավաքում ենք, արկղի մեջ ունի, եկի պարկի մեջ ենք լցնում, դասավորում ենք սիրուն չորտեղ, որ ցեցը չեն գնում ինքը պարտադիր է, որ ինքը խոնավ չլինի։ Մյուս դեղաբույսերը դասավորի։ Արամատով սիրում, քեզ համար չայ սարքեն, ես ինձ չայ եմ սարքեն, խմես ու գույնը տենաս, ինձ գույնը ինքը տարի ինձ չդախ չգեն իրա մեջ, ես անամիզը, ես է սարքեն, ես մեզ քանի հատ տեսակա ինքը ես գույնից լերցնեմ, նատ լվանան դերեմ, նատը ղանթապա կցենք, ես է ղանթապանա, Meu puto petit. Sangat lebanan paraknya juga. This.
Մինչև թեյը մի քիչ կզովանա, Քրիստինեն դասավորում է իր մյուս դեղաբույսերը, որը որ կտուրում չհասցրեց դասավորի։ Այսինքն գույնը գույնը ու արամատը շատ համով հոդում է։ Կարանք առանց Չխնայինք։ գույնը տեսնեք, գույն ունի, սիրում գույն այն։ Աղացած վիճակն է, իրան չոր խոտը քաղում ենք, չորացնում, կանաչ խոտը քաղում ենք, չորացնում ենք, աղում ենք մսաղացով, այդ տեսքն է ունենում, մարալոթի, եղնիկի խոտ, եկի կաշեմ, վայքեցիները կաշեմ են ասում դրան, այս խոտաբույսի, իրան ճաշ են անում, բանը ապուր են սարքում, մարդկա խորովածի մեջ էլ է գցում սրանից, բանը չամամի հոտ ունի ինքը, սուր է իրա հոտը, խոսքով տենց ես իրան աղացել եմ, որպիսի ինքը բան արամատը մեջ մնա, այդ բանկայի մեջ եմ լցրել իրան, հոտը չկորի, ինքն է բանը, ցեցը չինգնի մեջը, ինքը շուտ է էլի ցեցը ընգնում, իրան պտի հերմետիկ փակած անի, խոսքով էդի արամատը, ախր, ես պտի հոտ քաշես, որ հասկանա, սա նվուկ է, էդի գարուն եմ իրան հավաքել, սենց թանցիկի մեջ եմ իրան պահում, որ ոտ խաղա, ինքը ցեցը չընգնի, ինքը կալայի նման է իրա տերևները, գարուն եմ էլի իրան հավաքել, այդպեսի շմաքուր է ինքը, տերևներ, ցողուներ սպիտակ է իրա, տեսի լավ է պահպանվել է ինքը, կանանչը, Սա էլ է դեղաբույս, էսի այո, էդի ստամոքսի խոցի համար է պետք, էսի տենց մի հույսը տենց վաճառում եմ, ինքը շատ օծերի բնի մեջ է լինում, ես չես կարած երբ ուզես իրան հավաքես, ինքը ծաղկում է, իրան թարմ ժամանակ էլ է բանը վտանգավոր իրան քաղելը, ես ձերքեր դուրս է տալի տենց, չես կարա քաղես մի հանգամ ես հենց հանես, մի հատ է դեմքի տալ դուրս տալի, օծը դրանից է, թույնը քաշում, խոսքով, էդի քաղում են շատ սառը, բան է, անձրևային եղանակին են քաղում իրան, արևային ժամանակ չես կարա իրան քաղես, ինքը բան է ունում, օծերը տակն է լինում, արևի ժամանակ, իսկ անձրևային ժամանակ ինքը օծեր չի լինի դրա տակը, հանգիստ կարաս նած քաղես, բնականը սա է, էսի է, ստամոքսի խոց, ընդելիքը հարցերագիր, բարիսա, անցած տարվա բարբարիսա, չորացրած, ես ոնց է ինքը պաշտպանվել, չորացել, չի նեխել, իրան հատուկ չորացրել են, ու ինքը բանը կարաս որպես ասպիրին, բան մուրաբայ են գցում, կապուտ են սարքում սրան, էդի աշունն ադնում, ուղղակի անցած տարի ես քաղել եմ, չորացրել եմ, տես չոր վիճակով կարող է, տես վերցնես, տանես իրան օգտագործես, որպես կամպոտ, չայ, մուրաբա են անում, էդի բան ասպիրին է դեղով, ճշումն է իջեցնում էսի,